երբ համեմատում ենք տարածաշրջանային սպառազինության այսպես հարաբերականությունը, չեմ կարծում, թե բացի մի քանի այսպես միջոցների քանակական առավելությունից մեր սպառազինության մեջ այսպես էական տարբերություն կա։ Մեր զինծառայողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մեր ձեռքի տակ եղած ողջ կարելի ասել սպառազինությունը, այդ ամբողջ պաշարը պատշաճ մակարդակի է եւ այդ օրերին մարտական գործողությունների ժամանակ ապահովել է եւ պաշտպանությունը եւ հակառակորդի ճշգրիտ կրակային խոցումը եւ ապահովել համազորային եւ այլ ստորաբաժանումների համար գործողություններ։ Պարոն նախարար, Մուրացյանի հոսպիտալի ղեկավար պարոն Ասատուրյանն եւ եթե չես մի քանի ասուլիսով հանդես եկավ։ Վերջինիս պահվածքը տեսել եք տեսանյութերը, մտահոգիչ չեք պատրաստում պաշտոնից ազատել մի մարդու համահարանքով է վերաբերում եւ օրինականը համարում են փաստը, որ զինծառայողի հանձնագիրը վերցրել են բուժօգնություն տրամադրելու համար։ Ուրեմն, եթե հարցը վերաբերում է զինծառայողի անձնագրին, ապա այդ խնդիրը մենք պարզաբանել ենք եւ տվյալ անձը կպատժվի, բայց միևնույն ժամանակ էլ պետք է մենք հասկանանք, որ այսօր բանակի ռազմաբժշկական վարչությունը ընդհանուր մեր առողջապահական համակարգի շրջանակներում ուղղակի կարելի ասել հրաշքներ են գործում, ուղղակի մեր բժիշկների այսպես խելացի մտքի, ոնց որ ասում են, հոգատարության եւ նաեւ նրանց այդ դալար մատների ձեռքերի շնորհիվ մենք բազմաթիվ մեր երեխաների կյանք ենք փրկել, վիրավորներին ապաքինել ենք եւ շարք ենք կանոնացրել։ Պարոն ասատեղնից ասացին ներկայացվեցին ապացույցներ, որոնց համաձայն Ադրբեջանն է գործողությունները սկսել եւ ապացույցներ ներկայացրեցին։ Պաշտպանության նախարարությունը այդ ապացույցները ներկայացնելու է դիվանագիտական ասպարեզներում այլ հանդիպումների։ Ուրեմն ինքստինքյան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ղեկավարությունը եւ մենք համապատասխան վերլուծություններ են կատարել եւ այդ վերլուծությունների շրջանակներում նշել ենք այն բոլոր խնդիրները, որ այսօր կան, իրադրությունն է գնահատվել, նշվել են եւ դրական կողմերը եւ նաեւ թույլ կողմերը եւ նաեւ անկասկած ամենաառաջնայինը դա այն է, որ մենք կարողանանք ապացուցենք, որ այդ ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը։ Իրականության մեջ դա այդպես է, ապացույցներ շատ կան, առաջին հերթին այդ լայնածավալ մասշտաբային գործողություններն են ամբողջ շրջման գծի երկայնքով, ստորաբաժանումների ուժերի եւ միջոցների կարճ ժամանակահատվածում շարժն է եւ այդ շարժի պատրաստականությունը, խորքից եկած ուրեմն ուժերի եւ միջոցների արկայությունը առաջին օպերատիվ շարվածքում հակառակորդի ուրեմն այսպես կարելի ասել զինծառայողների, ովքեր որ ոչնչացվել են արկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում եւ նույնն էլ, ասենք, մեր զինվորների, զոհված զինվորների դիերը, որ եղել են հենց մեր պաշտպանության բանակի դիրքերում, գումարած դրան նաեւ բազմաթիվ ապացույցներ նաեւ ոչնչացված ուղղաթիռի անձնակազմի մոտ կան փաստաթղթեր, որոնք որ ապացուցում են, որ նրանց նպատակները մեծ է եղել, ցանկացել են մեծ խորությամբ մխրճվել պաշտպանության բանակի հատվածը եւ այդ ապացույցները կան։ Այդ ամենը ներկայացվելու է միջազգային հանրությանը, իհարկե նաեւ իրավական առումով, մարդասիրական առումով այն բոլոր խոշտանգումների հետ միասին, որոնք որ իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կամ նաեւ միգուցե նաեւ վարձկանների կողմից։ Պարոն նախարար, այսօր պատերազմը ոչ միայն սահմանին է, այլ նաեւ դիվանագիտական հարթակում։ Հասարակության մեջ լուրջ դժգոհություններ կան դիվանագիտական հարթակում տարվող աշխատանքներ։ Դուք որպես նախարար, ձեր տեսակետը կարտահայտեք, այսօր մեր դիվանագիտությունը չի կաղում։ Ես գտնում եմ, որ գիտեք, իհարկե լինում են ժամանակահատվածներ, որ հիմնական շեշտը այս կամ այն հատվածի վրա է դրվում։ Մարտական գործողություններ, զուգահեռ տարվող դիվանագիտական աշխատանք կամ դիվանագիտական աշխատանքներ, զուգահեռ հենց այս խախտումներին պատասխաններ եւ այդ առումով յուրաքանչյուրը իր գործն անում է։ Ամեն մեկը իր գործի համար է պատասխանատու։ Կարծում եմ, որ մեր հնարավորության սահմաններում, մեր արտաքին քաղաքականության այս համատեքստում
մեր արտաքին քաղաքականությունը իր գործը կատարում է հանրապետության նախագահի ղեկավարությամբ։ Պարոն նախարար, այս օրերին շատ Facebook սոցիալական ցանցում եւ ամենուր քննարկվում է անապահով երեխաների առաջնագծում, զինվորների առաջնագծում լինելը, այսպես ձեզ հարցադրումներ են հնչում, ինչպես է ստացվում, որ առաջնագծում անապահով ընտանիքների երեխաներն են, արդյոք դա հենց բանակում ամենաառատավոր երևույթի կոռուպցիայի դրսևորում չի։ Ինչու այդ զոհվածների ցանկում հարցնում են չկան պաշտոնատար անձանց երեխաներ կամ առհասարակ առաջնագծում չկան։ Խնդրում եմ սրան անդրադարձեք։ Դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, բայց այստեղ նաև կան այսպես օբյեկտիվ հանգամանքներ, որ մենք պետք է պարզաբանենք եւ մեր հասարակությունը պետք է իմանա հետեւյալը. ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, ովքեր են այսօր կարողանում գիտական թեզեր ունենալ եւ ասենք ազատվել տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել։ Եվ վերջո այդ իրականության մեջ կարծում եմ, որ հիմնականում միջին եւ բարձր խավերի ընտանիքներից են, որ ընդունում են բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ նրանց մեծ մասն էլ հետագայում նաեւ լրացնում են սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունները, որոնք որ առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերով, սա մեկ օբյեկտիվ հանգամանք կա։ Մյուսը կարող է լինեն թերություններ, բայց մենք մաքսիմալ ձգտում ենք հենց այդ վիճակահանությունն էլ այսպես տարեցտարի փորձում ենք ավելի բարձր հիմքերի վրա դնել եւ գումարած դրան նաեւ կա այսօրվա Հայաստանի իրականություն, ինչ վիճակում է գտնվում ժողովուրդը։ Եթե դուք վերլուծություններ անեք եւ կտեսնեք, որ դրանք օբյեկտիվ հանգամանքներ են։ Եվ նախարար մարդիկ չեն հավատում, որ անգամ միջին դասի պաշտոնատար անձի որդին ծառայում է առաջնագծում։ Դուք կարող եք հայտարարել, որ օրինակ ձեր միջամտությամբ չեն եղել այդպիսի բաներ, չեն ազատվել ապահով պաշտոնատար անձանց երեխաները ծառայությունից կամ օրինակ արտոնյալ պայմաններում չեն։ Ուրեմն ձեզ լսում են նաև այդ զինվորները, որոնք ազնագազմի կառավարման ոլորտում կատարված բարեփոխումները վերջին տարիներին կարելի ասել, որ բավականին մեծ ռեզոնանս են ստացել նաև մեր հասարակության մեջ։ Ուրեմն այսօր զինված ուժերում զորակոչը իրականացվում է, գիտեք, որ վիճակահանությամբ ստեղծված են համապատասխան փաթեթներ եւ այդ փաթեթների շրջանակներում ելնելով կրթական, որովհետեւ կրթական ցենզ ունեցողները համալրում են հիմնականում կրտսեր հրամանատարական կազմը եւ կարևոր մասնագիտությունները, որոնք որ գիտելիքների բարձր աստիճան պետք է ունենան։ Երկրորդը ֆիզիկական խնդիրները, երրորդը նաև սոցիալական այն արտոնությունները, որոնք որ այսօր մեր օրենքով են հաստատված։ Դրա շրջանակներում է իրականացվում։ Պարոն նախարար, վերջերս շատ է խոսում նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին բանակում։ Պաշտպանության նախարարությունն այսօր այդ ուղղությամբ ինչ է անում։ Պաշտպանության նախարարությունը այս ուղղությամբ երկար աշխատանք է կատարել վերջին տարիների ընթացքում։ Մենք ստեղծել ենք ռազմական արդյունաբերության կոմիտե, հայեցակարգ, այդ ամենը քննարկվել եւ հաստատվել է եւ բացի դրանից միջև կոմիտեն ստեղծել է շուրջ 30 կազմակերպությունների հետ, որոնցից 10 բաժնետոմսերի մեծ մասը պաշտպանության նախարարությանն է, իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ, որոնց իհարկե մենք համապատասխան հանձնարարություններ ենք տալիս այն խնդիրներին, որոնք որ այսօր կան ծառացած են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առջև։ Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկությունները երկուստեք կարող են մեծ լինեն եւ պաշտպանության նախարարության եւ այն կազմակերպությունների, ովքեր որ արտահայտում են իրենց պատրաստականությունը։ Խնդիրը նախ եւ առաջ նաեւ կարող է լինել այստեղ հին եւ նոր ագնոցների բախման մեջ է, հին եւ նոր տեսակետների, ասենք նոր տեսակետներից ոչ բոլորն են, որ այսպես ապահովում են այն խնդիրները, որ մենք ունենք։ Բացի դրանից նաև կան խնդիրներ, որոնք որ չեն մտնում պաշտպանության նախարարության գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքների այդ ամբողջ ծավալի մեջ եւ եթե դա այդ ծավալից դուրս է լինում ավելի շատ է, քան այդ
ոլորտի համար նախատեսված են գումարներ, ապա խնդիրներ է առաջանում, որտեղ այդ գումարները բոլորը ծրագրավորված են, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ նաեւ մենք էլ ենք ձգտում, որ փոփոխություններ քիչ անենք։ Այսինքն նաեւ կան կազմակերպություններ, որոնք որ փորձում են նաեւ գումար վաստակել, եղել են մարդիկ, որոնք որ բարձր աշխատավարձեր են իրենց նշանակում, չնայած նրան, որ ես գտնում եմ, որ ասենք ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող անձինք իհարկե պետք է բարձր վարձատրվող լինեն։ Ավելի լավ, ավելի շատ մենք ընդունում ենք այն, երբ որ ինքները կազմակերպությունները իրենց հնարավորությունների շրջանակներում իրենց ներդրումներով մշակումներ են կատարում համաձայն մեր տեխնիկական առաջադրանքների եւ այդ մշակումները արդեն պատրաստ կերպով ներկայացնում։ Շատ են լինում դեպքեր, երբ այդ մշակումները սկսում ենք եւ փորձարկումների փուլում դրանք չեն հաստատում, որտեղ չեն համապատասխանում իրականությանը։ Ինչևէ, ուզում եմ ասել, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Վերջին խորհրդակցությունը այսօր ես եմ, որ անց եմ կացրել վերջին խորհրդակցությունը եւ այդ հանձնարարությունները այսօր տրվել են։ Մենք ունենք High-Tech կիբերանվտանգության կենտրոն, որը զբաղվելու է դրանով, հիմնականում նաև օգտագործելով մեր երիտասարդների միտքը, նրանց հնարավորությունները, կարողությունները, որպեսզի այդ ուղղությամբ մենք աշխատենք։ Չեմ ասում, որ մենք բան չունենք, թերություններ, բաց թողումներ չունենք։ Մենք էլ ունենք, բայց պետք է այդ աշխատանքները շարունակական դարձնել։